Բարև ձեզ արգելի հեռուստադիտողներ, ես ձեզ ողջունում եմ Պոլիտիկեմի եթերում։ Այս ֆորմատում քննարկելու ենք կարևոր թեմա, որի քննարկման առիթը տվեց Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարության նիստից հետո լրագրողների հետ հարց ու պատասխանի ընթացքում։ Դուք գիտեք, որ 2025 թվականի մայիսին Նիկոլ Փաշինյանը անսպասելի կերպով թիրախավորեց եկեղեցին, այն չուլանացման պատմությունից սկսվեց եւ այդ պատմությունը դարձավ մի մեծ մի կաթիլ մեղրի պատմություն, եկեղեցու դեմ պատերազմ հայտարարվեց, եւ այդ պատերազմում գոնե առաջին ճակատամարտը Նիկոլ Փաշինյանը պարտվեց, սկսեցին եկեղեցու թիրախավորման ամենաայլանդակ միջոցներն օգտագործել, չգիտեմ, մանկապարտության մեղադրանքներ, կուսակրոնության ուխտի խախտում, մի խոսքով, դուք վստահ եմ այս ընթացքում հասցրել եք լիուլի հետևել իշխանության կողմից դաշնետվող այդ սրիկայությունները եւ հենց ի սկզբանե այն ժամանակ շատ լրագրողներ, վերլուծաբաններ, ընդդիմադիր գործիչներ պնդում էին, որ եկեղեցու դեմ կազմակերպված այս արշավը կապված է Վեհափառ Հայրապետի կողմից Շվեյցարիայում իր առաջարկով Շվեյցարիայում հրավիրված համաժողովի հետ, որտեղ քննարկվել է Արցախի հարցը հոգևորականների, համաշխարհային հոգևոր գործիչների մասնակցությամբ Արցախի հոգևոր ժառանգությունը, խոսվել է նաև ռազմաքաղաքական ղեկավարության գերեվարման մասին, մի խոսքով, այսինքն Վեհափառ Հայրապետը Արցախի հանրապետության թեման միջազգային, այո, հոգևոր դաշտում, բայց միջազգային օրակարգում էր պահում։ Այս հարցի վերաբերյալ եղել է նաև կաթոլիկ եկեղեցու ղեկավարի հետ հանդիպման ընթացքում քննարկում եւ բոլորի համոզմունքն այն էր, որ Նիկոլ Փաշինյանի խնդիրը սա է, ոչ թե եկեղեցիները որ չուլանի են նման, ոչ թե որ կուսակրոնության ուխտ են խախտել, ոչ թե որ կան, ասենք, մանկապիղծ հոգևորականներ, չնայած այդտեղ էլ իրենց պնդումները փաստարկված չէին, փոխարենը օրինակ ես բերեցի մի քանի փաստարկված պնդում, որ մանկապղծության մեջ մեղադրված, ընդ որում դատավճիռ ունեցող մարդը Նիկոլ Փաշինյանի ավագ դստեր մտերիմ ընկերն էր, խոսքը Սամսոն Թանթուշյանի մասին էր, որ 2018 թվականին մասնակցել էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի տապալմանը, հենց այդ ժամանակ արդեն մանկապղծության գործ կար վրան, դրանից հետո երբ արդեն հրապարակվել էր իր մանկապղծության մեջ մեղադրվելու հանգամանքը, Սամսոն Թանթուշյանը Մարիամ Փաշինյանի հետ գնացել էր առնվազն ֆոտոներով ֆիքսված կա Վանաձորի մանկական հաստատություններից մեկը, կամ մանկատուն, կամ մանկապարտեզ, պատկերացրեք մանկապղծության մեջ մեղադրվողը Մարիամ Փաշինյանի հետ գնում է մանկատուն կամ մանկապարտեզ, ընդ որում 6-ամյա տղայի նկատմամբ էր անառակաբարո գործողություններ արել, հետո այս տղան փախավ Հայաստանից, չնայած քրեական գործ կար, դատավճիռ կար, դատավարություն կար, ասում են Միացյալ Նահանգներ, որտեղ իր հարազատներն են։ Մեկ այլ պարագայում Ամբերտ ամրոցում տեսուչ կար ԿԳՄՍ նախարարության աշխատակից, որը մեղադրվում էր մանկապղծության մեջ 44-օրյա պատերազմից առաջ, ասում են, ես չեմ պնդում, Արայիկ Հարությունյանի մտերիմն էր, այն ժամանակ ինքը ԿԳՄՍ նախարար էր, եւ մանկապղծության մեջ մեղադրող այս տեսուչը ԿԳՄՍ նախարարության աշխատակիցը քրեական պատասխանատվության, այսինքն կալանքի բան չտարվեց, քրեական գործ էր գնում, դատավարություն էր գնում, եւ սրա մասին մենք հարցում ենք արել դատախազություն եւ փաստել են, որ այս մարդը մեղադրվում է մանկապղծության մեջ եւ այդ մարդը շարունակում էր տեսուչ մնալ այդ նույն հաստատությունում։ Եվ այսպես շարունակ տարբեր դրվագներով բերեցինք մանկապղծության փաստեր եւ իշխանությունները չարձագանքեցին։ Մի խոսքով, այս ընթացքում Նիկոլ Փաշինյանը էլ իրեն դրեց հավատացյալի տեղ, էլ իրեն դրեց, որ շատ նախանձախնդիր է եկեղեցու ներսում իբրև թե տեղի ունենալիքի ունեցող գործընթացների վերաբերյալ, էլ սկսեց սաղմոսներ կարդալ, աղոթել, գնալ պատարակների, հետ են շրջիկ կրկեսնել տանում էր պատարակների, չոքացնում էր այդ ԿՊԱ-ականներին, միայն Աննա Հակոբյանը չոքեց, ճիշտ ասած, այդ գնացողներից։ Մի խոսքով, ամբողջ այս վերջին մի քանի ամիսների քննարկման թեման իբրև թե հոգևոր հարցերն էին։ Եվ անցան ամիսներ, երեք փաստորեն Նիկոլ Փաշինյանը շատ ուղիղ խոստովանեց, թե ինչն է
կանգնած, ինչ թեմա է կանգնած եկեղեցու դեմ կազմակերպված արշավի հետևում։ Առաջարկում եմ լսեք, միասին լսենք Նիկոլ Փաշինյանն ու վերադառնանք նաև քննարկենք արդեն իր այդ խոսքերը, հենվելով իր խոսքերի վրա, խնդրեմ։ Պարոն վարչապետ, այսինքն թանգարանի տնօրենը հեռացվել է ձեր ցուցումով այն բանի համար, որ ԱՄՆ փոխնախագահին Արցախի վերաբերյալ գիրք է նվիրել, ճիշտ հասկացան ձեր պնդումը, ձեր մեկնաբանությունը։ Ցուցումով, այո, ես խնդրել եմ, որ նա հրաժարականի դիմում գրի։ Իմ ցուցումը եղել է Արցախի մասին իր խոսելը, նաև գիրք նվիրելը, հա, դուք համարել եք դա կառավարության քաղաքականությանը հակառակ ինչ որ գործողություն։ Այո, ես դա համարել եմ կառավարության վարած արտաքին քաղաքականությանը հակառակ գործողություն, ես դա համարել եմ սադրիչ գործողություն եւ խնդրել եմ, որ դիմում գրի։ Պարոն վարչապետ, այդ դեպքում հնարավոր է դուք հոգևորականների հետ կապված այս ամբողջ process-ը սկսել եք հենց այդ պատճառով, որ նրանք մշտապես խոսել են Արցախի մասին, իսկ մնացած ամեն ինչը եղել է փաթեթավորում այդ հարցի, եւ դուք հայտարարեցիք, որ ինքնիշխան երկրները իրենց տարածքում գործողություններ են իրականացնում, ինչ որ ամրաշինական աշխատանքներ են կատարում։ Բաքուն Հայաստանի օկուպացված տարածքներում ամրաշինական աշխատանքներ առհասարակ կատարել է։ Ընդհանրապես արձանագրենք, որ ես նախկինում ասել եմ մայրաթորի հետ կապված բոլոր խնդիրները եւ ես կարծում եմ, որ Կտրիչ Ներսիսյանը եւ իր խմբակը կառավարվում է պետական անվտանգության կոմիտեի գործակալի խողովակով եւ տրամաբանությամբ։ Ես սա երբեք չեմ էլ թաքցրել, բայց ինչպես է այդ հոգեվոր ոլորտում այդ խոցերը, երեք ասեցի, դա խոցելն են դարձնում, որ մարդկանց հեշտությամբ հավաքագրեն եւ օգտագործեն ոնց ուզում են։ Սա պետական անվտանգության հարց է։ Եվ այո, ես էլի ասում եմ, երբ որ երկրի վարչապետը հայտարարում է, որ մենք Ղարաբաղի շարժումը պետքա դադարեցնենք, չի կարող լինի պաշտոնյա, որը շարունակի Ղարաբաղի շարժումը։ Չի կարող լինել։ Հոգևորականները ինչ։ Ներողություն, բայց եկեք գերխոսության չվերածենք։ Ես դες նոր ասեցի, ես նոր գնացել եմ պատարակի եւ բանից հնչում է։ Պատարակին հնչում է։ Ընդ որում պատարակի ընթացքում հնչում է ոչ մի անգամ։ Արցախի հանրապետությունը դա չի նշանակում։ Այդ նշանակում է պատերազմի կոչ։ Ուրիշ բան չի նշանակում։ Լավ, ոչ այսօր, վաղը մյուս օրը։ Բա էս ենք ասում, բա դրա համար ենք ասում։ Բա դրա համար ենք ասում, որ Կտրիչ Ներսյանը եւ իր խմբակը պատերազմի կուսակցության առաջնորդությունն է ստանձնել։ Պետքա չլինի այդպիսի բան։ Պետքա չլինի։ Ոնց կարա երկրում լինի 6 հատ արտաքին քաղաքականություն։ Հայաստանի օկուպացված տարածքներում երբևէ ամրաշինական աշխատանքներ դիրքեր։ Գիտեք, ես նախկինում այդ թեմային անդրադարձել եմ, որ մենք ունենք սահմանազատման հետ կապված խնդիրներ։ Ես չեմ կարող հարցը դիտարկել մի հարթության մեջ, որովհետև եթե ձեր հարցի արդարորեն պատասխանեմ, պետք է պատասխանեմ երկու կողմերի մասին։ Դրա համար դուք գիտեք ճշմարտությունը, ես մեկնաբանություն չեմ անում։ Հիմա փաստն այն է, որ երկուստեք մենք խուսափում ենք նման բաներից, որպեսզի խաղաղությունը չվտանգենք, ու ճիշտ ենք անում։ Լսեցիք Նիկոլ Փաշինյանին, հատկապես խոսքի վերջին հատվածին կարծում պետք է ուշադրություն դարձնել։ Մարդը ասում է Գարեգին II վեհափառը պատերազմի կուսակցության ղեկավարն է։ Եվ պատերազմի կուսակցության ղեկավարն է այն հիմքով, որ պատարակների ժամանակ հիշատակվում է Արցախի հանրապետության անունը։ Սա այն էր, ինչի մասին խոսում ենք նախորդ տարի մայիսից սկսած, որ Նիկոլ Փաշինյանին եկեղեցու ներսում իբրև թե կատարվող ոչ բարոյական քայլերը չէ, որ հետաքրքրում են։ Նիկոլ Փաշինյանին չի հետաքրքրում թե որ հոգևորականն է կուսակրոնության ուխտը խախտել, որ հոգևորականը երեխա ունի, հորինված այդ բանը KGB-ի գործակալի մասին, որի մասին առանձին կարելի է խոսել, հա։ Փաշինյանին անհանգստացնում է սա։ Շվեյցարիայում կազմակերպված այդ համաժողովը, որը քննարկել է Արցախի հանրապետության հարցը, խնդիրները, հայերի տեղահանման հարցը,
ռազմաքաղաքական ղեկավարության ճակատագիրը եւ սրանով է նա արժանացել Ալիևի բարկությանը։ Տեսնում եք ինչ ասում, ասում եմ մի երկրում չի կարող 2, 3, 6 արտաքին քաղաքականություն լինել։ Բայց եկեղեցին արտաքին քաղաքականություն իրականացնող չէ եւ եկեղեցին միայն Հայաստանինը չէ։ Հայ առաքելական եկեղեցին համայն հայության հոգևոր կառույցն է եւ այս իմաստով իր գործողությունները չեն կապվում Հայաստանի Հանրապետության հետ։ Հիմա վաղը միսօր Նիկոլ Փաշինյանի փոխարեն կարող է վարչապետ լինել տրանսգենդեր, ասենք։ Հիմա այդ վարչապետն էլ կարող է հայտարարել, որ եկեղեցին դեմ է տրանսգենդերներին, միասեռ ամուսնություններին, օրինակ այդ վարչապետի, ասենք, աշխատակազմի ղեկավարն էլ կարող է լինել միասեռական, եւ ասել, քանի որ իմ աշխատակազմի ղեկավարին չեն թույլ տալիս ամուսնանալ իր ծանոթ տղամարդու հետ, ուրեմն չի կարող երկու բարոյական կառույց լինել պետությունում։ Եկեղեցին կամ պետք է ընդունի, որ վարչապետի աշխատակազմի ղեկավարը իր ծանոթ տղամարդու հետ պիտի ամուսնանա, կամ պետք է չլինի այդ եկեղեցին։ Տրամաբանական չի, չէ՞։ Կամ ասենք ստիպեն, որ այդ ենթադրյալ վարչապետը ստիպի, որ իր աշխատակազմի ղեկավարի եւ ասենք բարձր տեխնոլոգիաների այն ժամանակվա նախարարի երկու տղամարդկանց ամուսնությունը գրանցի եկեղեցին, ասի եթե չեք գրանցում, ուրեմն այս եկեղեցին ապօրինի է։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցու գործունեությունը չի սահմանափակվում Հայաստանի տարածքով, որովհետև աշխարհասփյուռ հայությունը եւս եկեղեցու հետևորդ է։ Ես վստահ եմ, եթե հաշվեն դրսում Հայաստանի տարածքից դուրս շատ ավելի շատ հայկական եկեղեցիներ կան, քան Հայաստանի տարածքում։ Կարծեմ միայն Իրանում 300-ից ավել եկեղեցի կա։ Ընդ որում գրեթե բոլորն էլ գործող։ Անգամ Թուրքիայում կան եկեղեցիներ, Վրաստանում ահռելի քանակի հայկական եկեղեցիներ, Ռուսաստանում, Միացյալ Նահանգներում, մի խոսքով աշխարհի շատ, Չինաստանում, չգիտեմ, երկրներ կան հայ համայնքը գուցե 5-10 հոգի են, բայց գործող եկեղեցի կա այդ համայնքում։ Այնպես որ Փաշինյանը ըստ էության բացահայտեց, որ ընդունեց, Փաշինյանը ասեց այո, ինքը Ալիևի պատվերն է կատարում։ Եվ ըստ էության երեկվա իր հայտարարությամբ նաև գործարք է առաջարկում եկեղեցուն եւ վեհափառ հայրապետին, ակնարկը հետեւյալն էր. դադարեք պատարակների ժամանակ տալ Արցախի հանրապետության անունը ու Փաշինյանը կմոռանա, որովհետեւ ինչու կմոռանա, որովհետեւ Ալիևն է իրեն նեղում։ Ցեղասպանության ինստիտուտի տնօրենի աշխատանքից ազատելն էլ բացահայտեց նաև այս ամենը։ Նիկոլ Փաշինյանին արտաքին դիվանագիտության հարցերը չի հետարկում։ Մարդի տիրոջից Ալիևից է վախենում, որովհետև Ալիևը բարկանում է, իրականում բարկանում է։ Սա տերն ու ծառայի պատմությունն է։ Իհարկե սա առաջին հարիվ ծառայի դերակատարումն է ստանձնել։ Եվ վախենում է հանկարծ Ալիևը բարկանա, որովհետև երեք նաև մարդիկ բացահայտեցին Ցեղասպանության ինստիտուտի տնօրենը, կարծեք թե 1918-21 թվականների ադրբեջանցիների կողմից հայերի նկատմամբ ջարդերն են իրականացվել, ջարդերի մասին փաստագրական գիրք է տրվել, ընդ որում գիրքը գրված է ամերիկյան մամուլի հիման վրա, շատ խորհրդանշական է եղել, ըստ էության տնօրենը հասկացել է, որ J.D. Vance-ին վրա կամ Միացյալ Նահանգներին կարող է հետաքրքրել կամ օբյեկտիվության խնդիր չի լինի, որովհետև իրենց մամուլի հիման վրա է դա այդ գիրքը գրվել։ Փաշինյանն այն կարգ է վախենում Ալիևից, սարսափում է, որ անգամ այս դրվագը իրեն հոգե խանգարմունքի մեջ է գցել եւ այդ մարդուն ազատել են աշխատանքից Ցեղասպանության ինստիտուտի տնօրենին։ Դուք պատկերացնում եք այս մարդը ինչ վախերի, ինչ պարտավորությունների տակ է, որովհետև ցանկացած պարագայում, ցանկացած անգամ պարտության պարագայում շատ հանգիստ կարելի էր ասել, դա ինստիտուտ է, որը ցեղասպանության ուսումնասիրությամբ է, ցեղասպանությունների ուսումնասիրությամբ է զբաղվում, եւ այնինչ որ 100 տարուց ավել առաջ տեղի է ունեցել Ադրբեջանի տարածքում հայերի նկատմամբ, իր մասնագիտական գործունեության շրջանակի մեջ է տեղավորվում, մարդը Միացյալ Նահանգների փոխնախագահին նվիրել է։ Այլ բան, որ ընդհանրապես
Հայաստանը որպես պետություն այդ թեմաները պիտի մոռացության չմատներ ոչ թե այն պատճառով, որ ասենք տարածքներ պահանջեր Ադրբեջանից կամ նոր պատերազմի առիթ տար, ոչ, որ կանխեր հավանական պատերազմը։ Մեկ այլ թեմա էլ կա իհարկե, որ Փաշինյանը այդ բրիֆինգի ժամանակ հիշատակեց, դրա մասին առանձին կզրուցենք, խոսքը արցախցիների վերադարձի իրավունքի մասին է, որից հրաժարումը նաև Եվրախորհրդում տեղի ունեցավ, այս բարձր միջազգային, չասեմ բարձր, միջազգային ամբիոնից այն հնչեցվեց, դա էլ եթե դավաճանություն չէ, շատ մեծ մոլորություն է եւ մենք ցույց կտանք, թե ինչով է այն մոլորություն, եթե իհարկե դավաճանություն չէ, իմ խորին համոզմամբ այն մոլորություն չէ։ Այսօր այսքանը, կհանդիպենք։